ուզում եմ իմանալ դուք մտադրություն ունեք առաջադրելու ձեր տեխնացիոնը պաշտպանության հանձնաժողովին։ Ինչ եք այդ հարցը տալիս։ Հետաքրքիր է։ Ես ասում եմ, որ երկու անգամ իմ տեխնացիոնը առաջադրել են, ես չեմ առաջադրել։ Առաջադրել են եւ խմբակցությունը քննարկել է, քվեարկել է եւ ես երկու անգամ դարձել եմ հանձնաժողովի նախագահ։ Դա իմ համար ամենաընդունելի ձևաչափն է։ Ես ձեզ ասեմ, որ նախկինում ֆրակցիան էր որոշում, հիմա կտեսնենք ինչ ձևաչափով են գնում առաջ։ Իհարկե ոչ։ Բայց եթե նաեւ առաջադրվելու հնարավորություն։ Եթե, չէ, ճիշտ հասկացեք։ Իմ բնավորությանը բոլորը ծանոթ եք։ Երբ որ կառաջադրեն ինձ, ես հանդես կգամ մեկնաբանությամբ, ելույթով եւ իմ տեսակետները կհնչեցնեմ այն միջավայրում, որտեղ քննարկվելու է այդ առաջարկը։ Ցանկություն ունեք, պարոն Քոչարյան։ Հիմա դուք ժամանակից առաջ եք ընկնում։ Դուք շարժում եք Ժողովուրդ թերթի տրամաբանությամբ։ Ժողովուրդ թերթը մի հատ, այսօր այլ որի որ տարին է։ Այսպես խառնակիչական ինչ որ մի հատ տեսակետ գցում է, բոլորը վերցնում եք, տիկին Ռուզանա Խաչատրյանը վաղ մամուլի տեսությամբ կկարդա Ժողովուրդ թերթը, ուրեմն այսպեսի հրապարակում արել։ Ճիշտ է տիկին Խաչատրյանը։ Բոլորը չի։ Դուք հատուկ կարդում եք այն տեքստերը, որ ինձ է վերաբերվում, ինչա եք հարգում, ես դա գիտեմ։ Պարոն Քոչարյան, իսկ եթե խմբակցությունը չառաջադրի։ Խմբակցությունը դուք ինքն առաջադրվեք։ Ինչ եք այդ հարցը տալիս։ Կգա օրը բարին հետ։ Տեսեք, նոր ազգային ժողովի կազմ է ձևավորվում, հա, նախագահության մակարդակով, գոնե նոր նախագահ կլինի, փոխնախագահներին բայց այդ ձևաչափը միշտ օգտագործվել է հենց այդպես։ Հաջորդիվ նախ պետքա ազգային ժողովը կողմնորոշվի, քանի հանձնաժողով է ունենալու, դոնթի բանաձևը ոնց է բաշխվելու։ Ըստ դրա նաև հիմա դուք ասում եք հաստատ կլինի։ Ես էլ եմ կարծում, որ հաստատ կլինի։ Չէ, ես ուրիշ բան էի հարցնում, նկատի ունեմ, Ես չավարտեցի։ օրենսդիրի անդամ ինչպես եք աշխատելու նոր նախագահության հետ։ Հարմար է ավելի, թե դուք չեք նկատել, որ ազգային ժողովի նախագահի հետ մենք արդեն 7 թե 8 տարի աշխատում ենք։ Նախագահի տեխնացուի Ռուբինյանի հետ, մյուս երկուսը Կոնջարյանի հետ աշխատում ենք բավականին բարձր ինտենսիվությամբ, որպես ֆրակցիայի ղեկավար, եւ ես համարում եմ այդ աշխատանքը պարոն Կոնջարյանի կողմից իրականացված, ամենաբարձր մակարդակով իրականացված աշխատանքային փուլեր։ Պարոն Վահագալստյանը Պաշտպանության հանձնաժողովի անդամ, մենք իր հետ աշխատում ենք, մենք գնում ենք ՆԱՏՕ-ի խորհրդանական վեհաժողով, ճանապարհ ենք անցնում, գալիս ենք, ինչ է նշանակում, ոնց պետք է աշխատեք։ Ինձ որպես կանոն, բացի Ժողովուրդ թերթից եւ տիկին Խաչատրյանի մեկնաբանություններից, ընկալել են որպես ավագ ընկեր, ես այդ սահմանը չեմ անցել եւ կարծում եմ, որ եթե կարիքը լինի իմ անցած ուղու ծառայությունները շարունակելու, ես իմ որոշումը կայացնեմ։ Պարոն Քոչարյան, երեք Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ մանդատը չի վերցնելու։ Ափսոսում եմ։ Նեղացած եք։ Ափսոսում եմ, չէ, ափսոսում եմ։ Որտեղ պարոն Սիմոնյանը անկախ այն վայրիվերումները, որ տեղի ունեցան ազգային ժողովում, տարբեր ժամանակաշրջանում նաև շահարկվեցին իմ եւ պարոն Սիմոնյանի ինչ որ հարաբերություններ, բայց մենք միասին ճանապարհ ենք անցել, ափսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում, որովհետեւ մի բան ակնհայտ է, որ արտահերտ ընտրություններից հետո, երբ որ պարոն Սիմոնյանը դարձավ ազգային ժողովի նախագահ, ինքը այնուամենայնիվ իր պարտականությունների մեջ չի թերացել, կապված որպես քաղաքական օրակարգի սպասարկող։ Նաև հաշվի առնելով մեր ընդդիմության պահվածքը ազգային ժողովի աշխատանքների մեջ։ Մեկ գալիս են, մեկ չեն գալիս են, սկսում են ինչ-որ բաներ, այսօր էլ նայում եմ մեր քույրերը եւ եղբայրները չկային, միայն Գեղամ Մանուկյանը եկավ մեր հանձնաժողովի նիստին մասնակցեց։ Դուք մանդատը կվերցնեք, պարոն Քոչարյան, եթե հանձնաժողովի նախագահ։ Այո, ես ինչ եմ կասկածում։ Ես հարցնում եմ։ Բայց ինչի եմ դրել իմ տեխնացիոնը, եթե մանդատը պետք է չվերցնի։ Եթե այլ առաջարկներ լինեն, այդ ժամանակ նոր կարելի է մտածել, թե ինչ ճանապարհով պետք է գնանք։ Մի մոռացեք, որ լսեք, մի մոռացեք, եթե իմ կեցագրությանը ծանոթանաք, տեսնեք, ինքը էսպես ալիքաձև, անդադ գնացել է։ Եղել է 90-ականների իշխանության մեջ, ուժային բլոկում։ Հետո եղել եմ նաև ընդդիմության մեջ, պայքարել եմ 2008 թվականից այն արատավոր համակարգի դեմ, որը մարտի 1-ը իրականացրել, նաև փաստացի ղեկավարել եմ փաստահավաք խումբը մարտի 1-ի գործերի քննության 5 զեկույց եմ ներկայացրել, որոնք ներառված են Միեդի եզրակացության մեջ չեք ծանոթացել։ Պարոն Քոչարյան, ես ուզում եմ մեջ բերել Դու գոնե ծանոթ ես։ Այո, լրատվամիջոցի, քան որ ասում եք լրատվամիջոց,
այլ լրատվամիջոց։ Դու մեր հարազատ լրատվամիջոցն ես։ 168 ժամ։ Հիմա թիրախավորեմ, ահա։ Չէ, 168 ժամը գրել է, որ ձեր որդուն կանչել են վարժական հավաքի եւ բացվել է, որ նա Ինքը ստացել է պատասխանը։ Ին որդին պատերազմ անցած է, Վազգենի մասին է խոսքը։ Պատական չէ, տանը որ դրել եմ։ Եվ պատական չի, որ ինքը ծնվել է եւ ինքը պետքա այդպես էլ շարժվեր։ Ինքը 44 օրյա պատերազմ ինչը վերջ օրը մասնակցած հայորդի է, իմ տղան։ Հիմա ես հպարտանում եմ։ Դուք ինչ ասեք, կարա գրեն 168 ժամը լուսեք ուշադիր։ Պարզա չէ, որ պատերազմ անցած տղան ինքը չի կարա խուսափի, եթե առաջարկը լինի, բայց առաջարկից հետո գնում է բուժզնություն։ Դրանից ամիսներ առաջ իմ տղան շատ ծանր վիրահատություն ա տարել ուսահոդի, շատ ծանր։ Երբ որ հաջորդ առաջարկը կլինի պաշտպանական գերատեսչության, ինքը նորից կանցնի բուժզնություն եւ եթե ամեն ինչ նորմալ է, ինքը անպայման կգնա այդ հավաքներին։ Մի կասկածեք։ Մի գնկեք 168-ի ջրերը, Տիկին Խաչատրյան։ Տիկին Սաթենիկ Սերյանյանը վաղուց վառված Անդրանիկ Քոչյանից, խնդրեմ։ Ուրիշ։ Քոչարյան համանդական դատարանի որոշումից ինչ սպասել։ Ես Վահագ Հովակիմյանից լավ սպասելիքներ ունեմ։ Ես համարում եմ իրեն ինձ ընկեր, իր այդ ճանապարհը անցել նաև մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության ընթացքում բարձր եմ գնահատում իր ազնվությունը, բացառիկ ազնիվ անձնավորություն է Վահագը, եւ ես կարծում եմ, որ ինքը եթե կան թերություններ, դրանք տեխնիկական են։ Համագան դատարանը այդ ամենը պետք է հաշվի առնելով կայացնի իմաստուն որոշում։ Իրավական, ընդ որում իրավական։ Բան քան որ Հովակիմյանն է կապում, այդ ընդդիմադիրներն ասում են, որ մի անձով եղել է քրիստոնեական անդամ խմբակցության պատգամավոր։ Ով ասում անուններով, հա, խոսենք։ Ով այդ ընդդիմադիրը։ Մի հատ մեկյանը, մենակ չասեք Փաստաբան Վարդևանյան։ Ինքը ամենտեղ պատտվել է եւ այսօր ամենաբարձր վարձատրվող փաստաբանն է Հայաստանի Հանրապետությունում։ Եկեք ուրիշ դաշտից խոսենք։ Վահագ Հովակիմյանը ներկայացրել է այն պահանջները, ինչ որ ներկայացրել Համագան դատարանը, կարծեմ այսօր կամ վաղը վերջի օրն է, որոշումը կայացնի, բնականաբար դուք կստանաք ձեր հրահանգը, ինչպես տորպեդահարեք այդ որոշումը, բայց մենք շարժվենք, ստանում եք։ Լավ, ես երեք չեմ ծնվել էլի։ Մոռանում եք, որ ես իրականում քաղաքական իշխող ուժը հրավներ չի ստանում Նիկոլ Փաշինյանը։ Դուք իմ հետ որոշեցիք շփվեք։ Ես հակադարձում եմ ձեր ասածին, չեք հրանգավորում։ Թիմը չի հրանգավորում։ Ձերը շփվելու համար ոչ։ Ոչ, մեզ հետ շփվելու համար չընդհանրապես ձեր կարծիքը արտահայտելու Մենք քաղաքական միավոր ենք։ Իշխանության մեծամասնությունը ստացած ժողովրդի քվեով միավոր ենք։ Բնականաբար հարցերը քննարկվում են ձեր հրահանգավորումը մի քիչ եմ համար տարօրինակ։ Ձեր խղճով Հատկապես մամուլի տեսությունը, որ դուք եք կարդում։ Ես միշտ կարդում եմ բոլոր մամուլի տեսությունները։ Իմ մասը առանձին կուղարկես նոտ կարդես։ Շատ լավ, ուրիշ, շնորհակալ եմ։